Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, շնորհակալ եմ հետաքրքիր քննարկումների համար, հնչեցված բազմաթիվ մտքեր արժեքավոր են, որոշները ավել, որոշները պակաս, որոշները արժեքավոր են իրենց անարժեք լինելու մեջ, որովհետև մտածելու երբեմն ավելի ակտիվ տեղիք են տալիս։ Ես քննարկմանը ամբողջ մասնակցեցի եւ հետևում էի մտքերի փոխանակությանը եւ ես ինձ հարց էի տալիս, որ եթե ես լինեի ընդդիմադիր, ինչպես կքննադատեի մեր կառավարությանը եւ կքննադատեի արդյոք թե ոչ, եւ հետո արձանագրեցի, որ աշխարհում չկա եւ երբեք չի եղել եւ երբեք էլ չի լինի որևէ կառավարություն, որին օբյեկտիվորեն եւ սկզբունքորեն հնարավոր չլինի կամ պետք չլինի քննադատել։ Դա ըստ էության ժանր է, որտեղ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը հակադարձում է, որը շատ կարևոր ժանր է, հատկապես ժողովրդավարական երկրներում, որովհետև այդ քննադատության ընթացքում շատ բաների մասին կրկին մտածելու, վերանայելու, անդրադառնալու, եզրակացությունների գալու հնարավորություն է ստեղծվում, եւ այս առումով այս քննարկումը ինձ համար օգտակար էր, որովհետև շատ խոսվեց մեր քաղաքական թիմի կառավարման 7 տարիների մասին, եւ դա լրացուցիչ ազդակ էր, որպեսզի ինքս էլ մտածեմ մեր կառավարման 7 տարիների մասին եւ ես ինքս էլ ելույթներին զուգահեռ մտածեմ իմ վարչապետության 7 տարիների մասին եւ փորձեմ պատասխանել հարցին, գլոբալ հարցին, որովհետեւ գիտեք դետալների մեջ կարելի է միշտ էլ առանձնահատկություններ գտնել եւ դրանց վրա կենտրոնանալ, քննադատել կամ չքննադատել։ Բայց մեծ պատկերի մեջ, երբ որ ես ինքս ինձ հարց եմ տալիս, ինչպիսին էր վիճակը 2018 թվականի հունիսին եւ ինչպիսին է վիճակը 2025 թվականի հունիսին, ինչպիսին է ես 2018 թվականի հունիսին եւ ինչպիսին եմ ես 2025 թվականի հունիսին։ Երբ որ եւ այս հարցը ինքս ինձ հետ մենակ մնալով անկեղծորեն, որովհետեւ ուրիշների առաջ խոսել մի բան է, ինքդ քեզ հետ խոսել այլ բան է, որովհետեւ ուրիշների հետ խոսալիս կարելի է ինչ որ բան չհիշատակել, բայց ինքդ քեզ հետ խոսելիս հնարավոր չէ որևէ բան չհիշատակել, որովհետև այդ ամբողջը հիշատակված է։ Եվ հիմա ուզում եմ հետևյալը խոսել, երբ որ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ որ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն եւ ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության լիարժեք եւ ամբողջական վարչապետ է։ Ինչի շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը։ Իհարկե, քաղաքական թիմի, քաղաքական կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չի նսեմացնել խորհրդանական մեծամասնության, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շնորհիվ։ Բայց ես նաեւ ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով, որովհետև սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է կապակցված մի կոնկրետ երկրի հետ, բայց շուտով ես ինքս ինձ համար միայն վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ դա
ահավոր մեծ անարդարություն է ֆորպոստացման ֆենոմենը կապել մի երկրի հետ։ Իրականում այդ ֆորպոստացման process-ի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ, այդպիսի երկրներ եղել են Հյուսիսում, այդպիսի երկրներ եղել են Հարավում, այդպիսի երկրներ եղել են Արևելքում եւ այդպիսի երկրներ եղել են Արևելքում։ Բայց շատ ավելի կարեւոր է որ արձանագրել, որ ֆորպոստացման կրիտիկական մասսան ոչ թե եղել է մեզնից դուրս, այլ ֆորպոստացման կրիտիկական մասսան մենք ինքներս ենք եղել։ Մենք ինքներս ենք ապահովել եւ հետեւյալ տրամաբանությամբ մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք Հայաստանի Հանրապետության կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք, մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք եւ մենք ինքներս մեզ չենք փորձել ինքներս մեզ համար պարզաբանել, թե այնուամենայնիվ ինչ է պետություն, ինչպիսի պարամետրեր ունի այդ պետությունը, ինչպիսի վարքագիծ է ենթադրում պետություն լինելը եւ որ վարքագիծն է, որ մեզ դնում է պետություն լինելու անդին։ Եվ ես արձանագրում եմ, այո, 2018 եւ 2019 թվականին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ։ Առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, ինչ տրամաբանության, որի հիմնական առանցքը եղել է հետևյալը, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար։ Այդպիսին եղել եմ 2018 թվականին, այդպիսին եղել եմ 2019 թվականին։ 2020 թվականի նոյեմբերից հետո ես դեռևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում եւ կարծում եմ սա շրջադարձային կետ է եղել, երբ որ մենք մեր քաղաքական թիմը մենք բոլորս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ինչ ենք մենք ուզում։ Մենք գտնվել ենք վերջնական եւ ամբողջական ֆորպոստացման գծի եզրին։ Եվ մենք մեզ հարց ենք տվել, մենք ուզում ենք այդ գիծը հատել, թե մենք չենք ուզում այդ գիծը հատել, եւ մենք որոշել ենք, որ մենք չենք ուզում այդ գիծը հատել, եւ այս այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետքա տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ժողովուրդը պետքա կայացնի որոշումներ, իհարկե առաջին հերթին մենք ինքներս պետքա կայացնենք որոշումներ։ Եվ այս process-ը շատ կարևոր է արձանագրել, որ ինքը մի քայլանոց կոմբինացիա չի, եւ այս process-ը մի իրադարձությամբ չէ, որ կուլմինացիայի է հասել, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ կա մի կետ, որտեղ այս process-ը, որտեղ ֆորպոստի ինձ համար անձամբ ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ գործում իհարկե 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները շատ մեծ դեր են խաղացել, բայց ես ուզում եմ հստակ ասել, որ այդ կետը, ես գիտեմ այն օրը, երբ որ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի եւ այդ կետից սկսած մինչեւ օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ։ Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եկեք մեր ընդդիմությունը այս օրը եւ այս փաստը եւ նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում եւ ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ սա շատ կարեւոր եւ շրջադարձային պահ է, որովհետեւ իրականում եւ խորքային քաղաքական իմաստով եւ առարկայորեն ես ասում եմ մենք հիշենք այդ պահը։
այդ մի ժամանակներ էր, երբ որ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները փաստորեն, եւ դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր եւ իրավիճակ, երբ որ մեր նույնիսկ ամենամոտ երկրները մեր երկրի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր։ Հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ տրանսֆորմացիա։ Եվ ես հիմա արձանագրում եմ, եւ արձանագրում այդ արել եմ, ուզում եմ նորից կրկնեմ, որ եւ ես սրանում միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։ Բայց այսօրվա արձանագրումը իրականում ամենակարևորը չէ, կարևորը ի վերջո, քանի որ նաև խոսք է գնում այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որտեղ մեր կարգախոսն էր ապագա կա ապագա, շատ կարևոր է նաև ի վերջո պատասխանել այդ հարցին։ Լավ, մենք այդ կարգախոսը իրագործեցինք, թե չիրագործեցինք։ Կա ապագա, թե չկա ապագա։ Սա էլ է ինձ համար գրեթե ամենօրյա խորհրդածության նյութ եւ այդ խորհրդածության արդյունքում ես եկել եմ հետեւյալ եզրակացության, ինչն է գործնականում նշանակում, որ կա ապագա եւ ինչն է գործնականում նշանակում, որ չկա ապագա։ Եթե կա ապագայի նախագիծ հստակ գծագրված, ուրեմն կա ապագա։ Եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Եվ այո, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք, որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է, եւ այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա եւ այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր եւ այդ պարամետրերից կարեւորագույնը սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք եւ ամբողջական հարևանների տարածքային միջազգայինորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը եւ դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը ճանաչելը։ Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին 7 տարիների պատմությունը հարգելի ներկաներ, ինչքան էլ փորձ արվի այլ կերպ ներկայացնել, հենց այս համատեքստում, հենց այս տեսակետից հաջողության եւ ոչ թե անհաջողության պատմություն է։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ եւ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է
որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես եւ մենք բոլորս առնվազն ես, որովհետեւ բոլորի հետ չեմ խոսել, դրա համար իմ անունի այս թեմայով շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ եւ ելի ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է եւ սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։ Այստեղ շատ խոսում են, գիտեք, մենք էլ երբեմն տրվում ենք ընդդիմության նետած ձևակերպումներից։ Այստեղ խոսում են, որ Հայաստանի մեր վրայով բալիստիկ հրթիռներ են թռնում, մենք էլ Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռնում, ընդհակառակը Հայաստանի վրայով թռնում են օդանավեր այն քանակության, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի թռել, բայց ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողության պատմություն այս տրամաբանությամբ, բայց ուզում եմ ճշգրտել, որ մեր վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռնում, եւ ես ուզում եմ ուրիշ բան ասել ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը արդեն 7 տարի զբաղեցնող մարդ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջազգային իրադրություններին եւ իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր։ Եվ դրա ամենակարևոր արտահայտությունը այն արտաքին հարաբերություններն են բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք։ Այո, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների եւ մեր վիճակի կարգավորումը եւ մեր միջազգային հեղինակության աներկբա եւ աննախադեպ բարձրացումը։ Էլ եմ ասում, մենք շատ պարզ ենք նայում դրան, որովհետև արդեն դրանք իրողություններ են։ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է համաշխարհային մակարդակի երկու կարևորագույն իրադարձություններ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը եւ կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Սրանք պատահական չեն եւ սրանք հաջողության պատմության ֆիզիկական արտահայտություններն են։ Շատ խոսվեց եկեղեցու հետ կապված իրադրության մասին։ Այո, փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի ուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումներն է, որ եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաեւ, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական, գաղափարախոսական եւ նյութական անվտանգություն այդ թվում,
որովհետև այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա, եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը, կուսակրոնության, նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն եւ դրա եթե ես հատուկ կարդացի կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր բաներից, բոլոր այսպես արտոնություններից կամավոր զրկվում է։ Իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք։ Մոմի գործի բանը հազար ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է, կաթողիկոսի չէ, կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իրա քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Եվ ես էլի եմ ասում, ես դրան այսօր եւ այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են եւ հոգեվոր եւ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Բայց մարդիկ, որ չեն կարող մի ամիս առանց ինչպես կնոջ ապրել, իրանք ինչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ եւ հանրության առաջ ազնիվ են եւ իրենց ծառայության մեջ առաքինի։ Ով է օրինակ կտրիչ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ոնց կարա կուսակրոնության ուխտը խախտած եւ չեմ ուզում ամբյոնից էլ այդ բառը պաշարը օգտագործել, ասենք Սամվել Առաքելյան կոչվող ոմը մեկը ոնց կարա ամուսնացյալ եկեղեցա քահանաներին Խաչատրյան, ներողություն, Սամվել Խաչատրյան, ամուսնացյալ քահանաներին հրաման տա եւ նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի։ Ոնց կարա։ Դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Որտեւ ինչ ասես, որտեղ ասես անում են, մի հատ էլ գալիս են այդ բանի դիրքերից, որպես մարդիկ, ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ, գալիս են բարոյական եւ ոչ միայն իրավական բան են կիրառում։ Իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով, հասկանում եք, այդ փաստի բերումով։ Մի հատ էլ ոնց կար կաթողիկ, ասում են կաթողիկոսի անձնական կյանքը։ Հասկանում եք։ Կաթողիկոսի անձնական կյանքը։ Մարդիկ, ով որ խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են հայ առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, նրա պատմությունը, նրա ավանդույթը, նրա արժեքը քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, եւ մենք դա թույլ չենք տալու։ Ես ասում եմ ինքս որպես մարդ, ով ունի հոգեվոր զգացմունքներ։
Այսպիսի արտահայտություն միջամտություն եկեղեցու ներքին գործերին։ Հասկանում եք։ Սա ամեն ինչի մասին ասում է։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները միջամտնում են եկեղեցու ներքին գործերին։ Ոնց կարա այդ հավատավոր մարդկանց եկեղեցին է։ Երբ որ իրանք դա պատկերացնում են որպես մի կլանի սեփականություն, այդ ժամանակ ոնց բանի մոմի գործը կտրիճի աղբորն է։ Այն բանի գործը, ասենք ենթադրենք, ով ձեռնադրվի, չձեռնադրվի, կաթողիկոսի բանի քրոջ որդին պետք է բանանի, ենթադրենք այն մյուս հարցը, այսինքն ես ինչ, դուք պղծել եք եկեղեցին, եկեղեցին դարձրել եք մի հատ բան, ասենք ենթադրենք մի հատ սպայից ավելի լավ սպան հարգելի գործունեություն է, ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիստոսը ասում է նոր կտակարանում, հաջորդը, այս նոր խոսույթը, այսինքն նոր չէ, հին խոսույթը, տենց անում են, որովհետև թուրքերն են տենց ուզել, տենց անում են, որովհետև ադրբեջանցին։ Այս մեր իրականության ամենախոշոր եւ ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է։ Գիտեք, այդ խոսույթը այն ժամանակ էլ մենք էլ ենք տրվում այդ խոսույթին։ Լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև դե թուրքերն ու ադրբեջանցիները լսում են։ Վայ դրա մասին դե դա գաղտնիք է։ Եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք։ Եվ այլն եւ այլն։ Եվ այս մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա։ Ես երբ որ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, ես վերջերս մի հատ ուրիշ բան եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ենք ալելու մեր սեփական զգայարանները եւ ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք։ Ես այս վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասացի հետեւյալը. մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք։ Եթե անկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես, ես որտեղ է հանգել։ Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չեք տեսնում ես ինչ են խոսում։ Ինչ խոսում են, իրանք խոսում են այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի։ Մի մասը, այսինքն ամբողջը արտաքին խոսույթներից ծաղկաքաղա, որը բերվում այս ամբիոն, եւ այս ամբիոնից մատուցվում է։ Եվ մենք պետք պարտավոր ենք առերեսվել այս խնդրի հետ։ Ընդդիմադիր պատգամավորն ասում, ասեք, ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել, ինչ եմ ուզում մեր ժողովրդից։ Ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Ես ասել եմ բազմիցս, ոչ մեկ չի ասել, հետո իմիջիայլոց ոչ մի լրագրող հարց չի տվել, ասել եմ, երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր, ոչ մեկ չի ասում, այդ ինչ ասցիր, այդ ոնց ասցիր, ոչ մեկ չի ասում, էսա, որովհետև մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք, սրանում է պրոբլեմը, եւ աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր, եւ այդ է պատճառը, որ աշխարհի մեր ընկալումը այն է, որ աշխարհը մի հատ ծայրահեղ անարդար վայր է։ Իսկ կարող է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը։ Մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները։ Որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես եւ անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է, դու չես հասկանում ինչ են քո վրայով անընդհատ մեքենա քշում։ Եվ ասում ես, այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել, Աստված, ուր ես նայում Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես, որ դու հայտնվել ես մի տեղ, որտեղ որոշակի կանոններ կան, անցում կա, հոծգիծ կա, լուսացույց կա,
Եվ պետք է իմանալ այդ կանոնները վրա երթի չենթարկվելու համար։ Մենք ուզում ենք, որ մենք ճանաչենք աշխարհը։ Էլի երկու բան կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ Facebook-յան էջում։ Որովհետև այդ անդրադարձերը չեմ կարծում, թե արժանի են ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու։ Շնորհակալ եմ։